անունը կապվում է տաթև բարի հետ, որը հայերենում նշանակում է տուր թև։ Ըստ ավանդության, երբ վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է, վերջին քար դնող վարպետը աղոթել է. «Տեր, տաթև», այսինքն «Տեր, թև տուր», եւ այդպես էլ վանքը ստացել է իր անվանումը։ Տաթևի վանքը հիմնադրվել է 9-րդ դարում Սյունյաց իշխանների հովանավորությամբ, այն դարձել է Սյունյաց աշխարհի հոգևոր կենտրոնը։ Տաթևի եպիսկոպոսարանը մեծ հեղինակություն է ունեցել, իսկ վանքը իր տարածքով ու կառուցվածքով ժամանակի ամենախոշոր վանքերից էր։ 9-րդ դարի վերջին այստեղ արդեն գործում էր դպրոց, իսկ 10-րդ դարում ձևավորվում է մեծ վանական համալիրը։ Տաթևը դառնում է նաև քաղաքական կենտրոն, այստեղ են կայացվել կարևոր որոշումներ Սյունիքի ու հարևան նահանգների համար։ 14-րդ դարի վերջերին Զաքարյանների օրոք Տաթևում ստեղծվում է համալսարան, որը համարվում է Հայաստանի միջնադարյան ամենախոշոր գիտական կենտրոններից մեկը։ Տաթևի համալսարանը 14-15-րդ դարեր իր դերը կարելի է համեմատել Եվրոպայի միջնադարյան համալսարանների հետ։ Այստեղ դասավանդվել են փիլիսոփայություն, աստվածաբանություն, գրականություն, պատմություն, մաթեմատիկա, աստղագիտություն, բժշկություն։ Համալսարանի ամենահայտնի գործիչը Գրիգոր Տաթևացին էր, նշանավոր աստվածաբան, փիլիսոփա և մանկավարժ։ Նրա աշխատությունները մինչ օրս կարևոր են հայ եկեղեցու ու մշակույթի համար։ Տաթևի համալսարանն առանձնանում էր նաև մագաղաթների պահպանությամբ։ Այստեղ գրվել ու արտագրվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետո պահվել են մատենադարանում։ Տաթևի վանքը բաղկացած է մի քանի եկեղեցիներից ու կառույցներից։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցվել է 855-806 թվերին իշխան Սմբատ Օրբելյանի հովանավորությամբ։ Սա վանքի գլխավոր տաճարն է։ Սուրբ Գրիգոր եկեղեցի, փոքր եկեղեցի, կառուցվել է ավելի վաղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցի, 11-րդ դարի կառույց։ Տաթևի զանգակատուն, բարձր աշտարակ, որտեղ տեղադրված են եղել զանգերը։ Գավիթ և ճաշարաններ, հավաքների, ժողովների և ճաշերի համար։ Վանքի պատերը կառուցվել են այնպես, որ միաժամանակ ծառայեն որպես ամրոց, պաշտպանելով բնակիչներին թշնամիների հարձակումներից։ Վանքի ամենահետաքրքիր և խորհրդավոր կառույցներից է Գավազան կոչվող օբելիսկը։ Այն ութանիստ քարեսյուն է, մոտ 8 մետր բարձրությամբ։ Գավազանը կառուցվել է 10-րդ դարում և ունի յուրահատուկ հատկություն, այն թեթևակի շարժվում է, եթե դիպչես։ Հավանաբար այն ծառայել է որպես սեյսմոմետր, ցույց տալով երկրի թրթրումները։ Ժողովուրդը գավազանին տվել է խորհրդանշանական իմաստ, այն համարվել է հոգևոր հենասյուն, Աստծո խորհրդանիշ։ Տաթևի վանքը դարերով եղել է հայ մշակույթի ու հոգևոր կենտրոնը։ Այստեղից են տարածվել ձեռագիր գրքեր, երգեր, եկեղեցական ծիսակարգեր։ Տաթևի վանքական դպրոցում կազմվել են երաժշտական շարականներ, որոնք մինչ օրս երգվում են եկեղեցիներում։ Տաթևը նաև եղել է ազատագրական շարժումների կենտրոն։ Սյունյաց իշխանները և հոգևորականները այստեղից կազմակերպել են պայքար օտար նվաճողների դեմ։ Իսկ այժմ վայելեք կադրերը։